այդ ապօրինությունների շրջանակներում արդյոք բարոյական, լավ, գոնե մտովի բարոյական քննարկում են իրենց մեջ, թե ճիշտ է ազգային մեծ բարերարի 60-ամյակը քրեակատարական հիմնարկում անցկացնելը, այ նոր տարին, ինչպես նշել ենք, իր հոր մահվան առաջին նոր տարին է քրեակատարական հիմնարկում նշելը, ո՞նց է լավ մարդկայնորեն այդ որպես այդպիսին կարմիր գծով ապօրինությունների շարքում կարելի է գոնե մտածել մտովի, արդյոք ճիշտ է այդ ամեն ինչը, սա ուղղակի ամոթալի փաստ է։ Իդեպ այս հանգամանքը ուզում եմ հատուկ նշել եւ կներեք անպայման հարցերը լսենք։ Առաջին Ացյանի դատավոր պարոն Դադոյանը եւ վերաքննիչ Ացյանի դատավոր Տիկին Մելիքսեցյանը այն ինչ քիչ առաջ նշվեց։ Սամվել Կարապետյանի տարիքը, վաստակը, անձը բնութագրող տվյալները, անձը բնութագրող տվյալների տեսանկյունից 2025 թվականի ընթացքում հոր կորուստը։ Այդ ամենը ես կրկին եմ ուզում նշել։ Կոնկրետ մարդիկ են, չէ՞, կոնկրետ դատավորներ, կոնկրետ քննիչներ ու կոնկրետ դատախազներ, որ պատկերացնեք գործով դատախազը բողոք է ներկայացրել 2 ամիս կալանքը երկարաձգելու պայմաններում, որովհետև չի բավարարվել նրանով, որ միայն խոչընդոտելու ռիսկն է արձանագրվել։ Դատախազը ուզում էր, որ անպայման թաքնվելու ռիսկ էլ լինի, նոր անցանք կատարելու ռիսկ էլ լինի։ Դուք պատկերացնեք Հայաստանի Հանրապետության հանցավորության մակարդակի պայմաններում 53 քննիչ եւ այդքան դատախազներ իրենց ժամանակը, ռեսուրսը, մարդկայնությունը ուղղում են դրան, որ բավարար չի, որ 2 ամիս երկարաձգվել է կալանքը, գործընկերներ, պատկերացնում եք, ես չգիտեմ սա ինչպես բնութագրեմ, իրենք ժամանակ ունեին դրա դեմ էլ վերաքննիչ բողոք ներկայացնեն, ոչ թե օրինակ դատախազը ինքը իր ձեռքով վերացնի կալանքը, ոչ, այսինքն այո, իմացեք, քննիչները, դատախազները, կոնկրետ դատավորներ, ցանկացել են եւ ցանկանում են, որ Սամվել Կարապետյան այո իր 60-ամյակը պետք է դիմավորեր քրեակատարողական հիմնարկում եւ մեկը թող ինձ օրինակ իրավապահներից ասի, որ այդ ամենը կապ չունի 2025 թվականի հունիսի 17-ի Նիկոլ Փաշինյանի կողմից կատարած հայտարարության հետ։ Թող լինի էլի այդ մարդը, որը սթափ կկանգնի ձեր առջև, մեր առջև եւ կասի իհարկե սա կապ չունի։